քարոզարշավի մի եւս սարսափելի վատ կողմերից է կնոջը թիրախավորելը, կնոջը բռնության ենթարկելը, հայ կնոջը ու այն էլ զինվորի մորը նաեւ։ Ասենք ես չեմ պատկերացնում, էլի ոնց կարելի է լինի երկրի ղեկավար, որ զինվորի մոր հետ, մոր վրա գոռա, խոսա էսենց, մունատ գա, մեղքերը գցի զինվորի վրա, այդ մոր վրա մեղքերը գցի։ Հիշում ենք բոլորս 15 մեր զոհված տղաներից մեկի մոր վրա, որ ինչ ձայներ բարձրացնում մեծամորում։ Ես այդ մեր զինվորի հորը տեսել եմ մեծամորում, խոսել եմ հետ, ասենք այդ մարդու աչքերի մեջ նայում ես, հերոսական ընտանիք, այդ մարդու աչքերի մեջ նայում ես, ինքը ասում է, գիտես ինչ կա, իմ տղեն էս հայրենիքի համար է կյանքը տվել։ Գնացել հայրենիքի համար կյանքը տվել է, բայց հիմա ինչի են մեզ այս վիճակի դնում, խաբում են, չեն ասում ճշմարտությունը ու չեն բացահայտում այս գործը։ Դուք տեսեք հələ մարդը երեխա է կորցրել։ Ամենաթանկը իր դաստիարակել, չարչարվել, տվել են այս երկրին, տվել, դու վարչապետ ես, տվել են այն հույսով, որ այդ երեխան կծառայի, կվերադառնա տուն եւ հերոսական գնահատական կունենա, իրենք է կգնահատվեն։ Դու կանգնել ոչ միայն հիմա գոռում ես, այլ նաեւ ասում ես մունատ ես գալի մարդկանց վրա, այլ խափում ես։ Իմ համար զոհվածի մոր հետ խոսելը ինքը արդեն տաբու է, վերջ, ինքը իմ համար սրբության պես արժեք է։ Այդ մարդը ինչ ուզում է լինի, սխալ լինի, ճիշտ լինի, ինքը զոհված զինվորի մայրը կամ հայրը ծնողը, դրանով ամեն ինչ հարցը փակված է։ Ոնց կարաս թույլ տաս մարդու հետ այդպես խոսաս։